Ընտանիքի վիճակը միասնական ինքնական հաշվարկելով, որ ընտանիքի միայն երակրովն է, ընտանիքի այլ համարիչ չեն աշխատում, որքան որ հասկացան, ընտանիքում դա որոշեց տնային կարգը լավանալուց հետո, իրանացիա ժամկետը լավանալուց հետո, այսինքն նոյեմբերի 25-ին ալավանում, նոյեմբերի 25-ից հետո, մեղադրում Դավիթ Դակտորի Կասցյանի նկատմամբ, որպես խաղաղ միջոց կիրառված տնային կարգը 5 միլիոն դրամը բացակայել արկելքը թողնել ամփոփով, տնային կարգը փոփոխել, որպես խաղաղ միջոց կիրառել վարչական հսկողությունը, վարչական հսկողության ընթացքում մեղադրել պարտավոր է պատվազրշապատը 2 անգամ ներկանալ պրոբացիայի ծառայությունը և դրանցվել, չփոխել իր բնակության վայրը, առանց վարդի իրականացնող մարմնի գրգռության, ժամը 21:00-ից մինչև հաջորդ օրը յուրաքանչյուր օրվա մասին է խոսքը։ Ժամը 8:00 չլքել բնակության տարածքը, մարդը շատ վայրեր չայցելել, ու առիթով մեղադրյալների հետ շփում չունենալ։